Աշխատանք ավելի շատ քաղաքում է, իսկ գյուղը կապված քաղաքին արդեն տրանսպորտի հարցն է, ամեն մարդ չի կարա իրան թույլ տա, ասենք, հա, երեխեքը շատ ավելի կուզենան կցկտվին գնան համալսարան ընդունում, բայց ծնողը ի վիճակի չէ տրանսպորտի փողը իրան տա, որ ինքը կարանա գնա ամեն օր դասի։ Մարդիկ խելացի են, երեխեքը շատ խելացի են, սպորտսմեններ ունենք լավ, խելացի երեխեք ունենք շատ, բայց չեն կարող դուրս գան։ Խնդիրը այն է, որ ծնողը չի կարող իր երեխուն տա համալսարան տրանսպորտի թանկության պատճառով, ֆինանսի պատճառով, իսկ անասնապահությունն է, չեմ կարծե, տանջանք այնքան շատ է, շատերը հիասթափված գնում են ավելի այլ երկիր, արտագնա աշխատանքի։ Օրերս Նիկոլ Փաշինյանը ձեր գյուղում հանդիպել է գյուղացիների հետ, այսպես պատահական կանգառ է ունեցել ձեր գյուղում, արդյոք հասցրել եք նրան ձեր գյուղի բոլոր խնդիրները ներկայացնել, ինչ ասեց ձեզ Նիկոլ Փաշինյանը, ինչ։ Դե ճիշտն ասած, ոստիկանությունը ու գյուղի համայնքապետը ճիշտ ասած դեմ էին, որ մենք ճանապարհը փակեինք կամ փորձեինք հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, բայց դե ստացվեց։ Մենք ներկայացրել ենք այն հարցը գյուղի սարքելու տանտիմաստուն այդ ծրագրի մասին ենք խոսել, տեսնենք վերջնականապես մենք գյուղացիներս կստանանք տուն, թե չէ, կսարքվի գյուղը արդյոք։ Եվ նա խոստացել է, որ կգնանք աշխատեն ու կփորձեն տեսնեն ինչ է, բայց կոնկրետ մեծ ծրագրից դուրս են թողել, ես եմ խոսացել, ներկայացնելով, որ մեծ ծրագրից տանտիմաստուն ծրագրից մեզի դուրս են թողել, եղել է 2 ծրագիր, երկրաշարժին տուժվածները, այդ ծրագիրը եւ տանտիմաստուն այս ջրամբարի կառուցման այդ ծրագիրը, բայց այդ երկրաշարժի տուժվածներին տատիկը սիրատունը ստացել է, բայց մենք էլի ունենք տուն, մեզի ծրագրից դուրս են թողել։ Ինչ պատճառով են դուրս թողել։ Անհայտ է, համայնքապետը պատճառաբանել է, որ տատիկը ստացել է ԲԳՎ, բայց մենք իր հետ կապ չունենք։ Մենք ունենք մեր տունը, տատիկս ունեցել է իր տունը, մենք ընդհանուր տուն ունեցել ենք 3 հատ։ Իսկ բացի այդ բնակարանային խնդրից, ինչ խնդիրներ եք ներկայացրել Նիկոլ Փաշինյանին։ Հիմնականում այդ մասին խոսք չի եղել, որովհետև արդեն եկել չափագրողները, բոլորը լրագրողներն էլ շատ անգամներ նկարահանել են, որ հիմնականում տները վթարային են, ընդհանրապես ոչ մի պայմաններ չկա, հիմնականում խափանված են տները, լույսը, գազ չկա, շատ վատ վիճակում են։ Այդ իսկ պատճառով Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել, որ գյուղը պետք է կառուցվի լրիվ զրոյից առանձին տեղում, այսինքն գյուղը պետք է տեղափոխվի։ Ինքը գյուղացիների հետ համաձայն է, ասել է ժողովուրդ ջան, մենք կգնանք, կաշխատենք, կկառուցենք, բայց այնց էլ չի, որ մի գյուղ սարքել է, մի վայրկյանում կարա լինի։ Հիմնականում առաջնայինը ջրամբարի հարցն է։ Ջրամբարը պետք է կառուցեն, հետո նոր անցնեն գյուղին։ Իսկ ինչ տպավորություն ստացաք Նիկոլ Փաշինյանի այդ շփումից։ Ես իմ տպավորությունների մասին կարող եմ ասել, ինձ թվում է, որ շատ գործերի մասին ինքը տեղյակ չէր, նախ ինքը չգիտեր, որ համայնքն է Ջրաձորը, ու նաև շատ զարմացավ, որ մենք ասեցինք, որ Ջրաձոր համայնքը պետք է մնա ջրի տակ, հավանաբար ինքը ոչ մի գործից տեղյակ չի, ու շատ հնարավոր է, որ մարդիկ չեն էլ ներկայացնի, ներքին կարգով չեն ներկայացնի իրականում ինչա կատարվում։ Դաժե իրանք չգիտեն էլ, որ կան մարդիկ, որ այս պահին ծրագրից դուրս են մնացել, բայց եթե ջրամբարը սարքեն, ջուրը լցվի, ասենք ջուրը պետք է հասնի գյուղին, գյուղը պետք է մնա ջրի տակ ու մենք ծրագրի մեջ չկանք։ Բայց այս ծրագիրը կառավարությունն է օժանդակում, դա անհնար է, եթե Նիկոլ Փաշինյանը տեղյակ չլինի այս ծրագրից։ Ես ներկայացնում եմ այն, ինչը որ անձամբ տեսա, որովհետև ինքը շատ զարմացավ, որ այս գյուղը պետք է մնա ջրի տակ ու առավել ևս, որ մարդիկ կան, որ ծրագրի մեջ հաշվառված չեն։ Ես ասում եմ իմ տպավորությունը։ Իսկ ընդհանուր առմամբ ինչպես է շփումը Նիկոլ Փաշինյանի հետ ժողովրդի հետ, արդյոք սահմանափակումներ եղան։ Ոչ, շատ ջերմ շփում եղավ, ինքը նորմալ բոլորի հետ հարցը հասկացավ, մեզ չեն խոչընդոտել իր հետ խոսալուց, մենք բոլորս ներկայացրել ենք խնդիրը, այս գյուղի հիմնականում ժողովրդին հետաքրքիր է գյուղը կսարքվի, թե չէ, որ մարդիկ իմանան, թե ինչ անեն, գնան, թե մնան, թե նորից վերանորոգեն, պրոստը
պայմաններ չունեն։ Ի վերջո ստացաք այդ հարցի պատասխանը գոնե մասնակիորեն, որոշակիորեն։ Մասնակիորեն, այո, քանի որ ինքը ասեց, պարզա ձեր խնդիրը մենք կվերանայենք։ Ձերս գյուղի կառուցման մասին տարբեր տարիներին ու տարբեր իշխանությունների օրոք է ծրագիր եղել կառուցման մասին, բայց այդպես էլ վերջնարդյունքը չի երևում այս ծրագրի։ Ինչ ակնկալիքներ ունեք Նիկոլ Փաշինյանը, արդյոք ձեր հարցի լուծումը կտա, ինչ սպասելիքներ ունեք։ Ճիշտ ասած, ես հույս ունեմ, որ ի վերջո մեր այս հարցը կբարձրաձայնվի, քանի որ ներքին մարմինները շատ խոչընդոտում են մեզ, որպեսզի այս ծրագրի մասին ոչ մեկ չիմանա, բայց ես հույս ունեմ, որ ինչ որ միտեղ հնարավոր է, որ մեր ձայնը բարձրանա ու հենց մեր կառավարությունը իմանա այս անարդարության մասին, միգուցե այդ հարցը լուծվի։ Ներքին մարմիններ ասելով ում նկատի ունեք, համայնքապետերը։ Հիմնականում համայնքապետի մասին է խոսքը, ով որ ծրագրից մեզ դուրս է թողել, գյուղում ոչ մեկ չի ունեցել սեփականության վկայական, բոլորին սեփականության վկայական տվել են բացի մեզանից։ Ամբողջ խնդիրը այդ է։ Ներքին կարգով իրանք ինչ որ անում են, վերևները տեղյակ չեն։ Ինչ որ թշնաման կամ ինչ որ խնդիր ունի ձեր ընտանիքի հետ։ Ճիշտն ասած չեմ կարող ասել, ոչ, մենք ոչ մեկի հետ թշնաման ոչ մի խնդիր չունենք։ Ուղղակի ինա պատճառաբանում է, որ քանի որ իմ տատիկը ստացել է երկրաշարժի կորցրած տան դիմաստուն, ուրեմն մենք երկու տուն էլ ունենք, մեզի դուրս պատճառաբանելով, որ մենք ստացել ենք տուն, բայց մենք չենք ստացել, ստացել է տատիկս, ինքը առանձին սեփականատեր է, իմ հայրս եւ իր եղբայրը առանձին սեփականատեր է, մեկը մեկի հետ ընդհանրապես կապ չունի։ Իսկ ձեր տատի տունը էլի էս գյուղում է, թե այո, այստեղից մի քիչ ներքև է, բայց արդեն շատ չափից դուրս խարխլված վիճակում է։ Այնտեղ ունեք դուք սեփականության, այսպես սեփականությունը հաստատող փաստաթղթ։ Այո, բոլոր փաստաթղթերը կան սեփականությունը հաստատող, թե իր, թե մեր, ճիշտն ասած, ես նաև տեղյակ եմ մի բանից, որ իրենք դաժե չեն հարցրել, այսինքն հորս ու սեփականության վկայականներն է սխալ են տվել։ Ես նույնիսկ դա եմ տեղյակ։ Այս ամեն ինչը փաստորեն տեղի է ունեցել Ամասիա համայնքի համայնքապետ Ջեմա Հարությունյանի այսպես թեթև ձեռքով։ Այո։ Ու հիմնականում ինքն է ասել, որ մեզի ծրագրից դուրս թողնեն։ Այդքան բան։ Իսկ մնացածը ես չգիտեմ, ինչ կան միգուցե իրանք պարզեն ինչա կատարվում, կամ իրանք հասկանան, թե երկրաշարժի տուժված շատ գյուղացիներ նույնիսկ չգիտեն, որ երկու ծրագիր է գոյություն ունեցել, շատ ծեր մարդիկ կան, որ իրանք էլ են տուն կորցրել, բայց այդ մարդկանց չեն ներկայացրել, որ գիտեք, դուք կարաք այս ծրագրի մեջ եք շահառու ու ջրամբարի ծրագրի մեջ եք դուք շահառու, որ մարդիկ հասկանան, թե իրականում որ ծրագրից կարան օգտվեն, որն է իրանց ավելի ձեռնտու։ Այստեղ խաբեություն է։ Մեկը ասում է ոչ, դու պետք է երկու ծրագրից կարող են օգտվել, ասում են չէ, մեկից պետք է հրաժարվես անպայման, մյուսից անպայման օգտվես, բայց նույն մարդը կարա երկու ծրագրից օգտվի։ Ասենք մայրը կարող է գրանցված լինի երկրաշարժին տուն կորցրած այդ ծրագրի մեջ, բայց իր տղեն արդեն ամուսնացած է առանձին սեփականատեր է, ինքը ջրամբարի կառուցման ծրագրի մեջ ընդգրկված է։